Պարոն փոխնախագահ, ահա այսպես ենք մենք փորձում բարձրացնել մեր ձայնը հանուն արցախցիների իրավունքների։ Այսպես նույնիսկ մեզ թույլ չի տրվում անցնել ճանապարհը եւ բարձրացնել մեր ձայնը եւ արտահայտել մեր բողոքը։ Պարոն փոխնախագահ, այստեղ կանգնած են Արցախի ներկայացուցիչները։ Ներկայացուցիչները 100 հազարավոր մարդկանց, ովքեր վճարել են գինը ձեր կեղծ խաղաղության, ձեր խաղաղության PR ակցիայի։ Ունեցեք քաջություն նայելու այն մարդկանց աչքերին, ովքեր իրենց հայրենիքով, էթնիկ զտում անցնելով, շրջափակում անցնելով եւ իրենց հարազատների կյանքով են վճարել ձեր խաղաղության PR ակցիայի համար։ Դարեր շարունակ մարդու իրավունքներ պաշտպանող կազմակերպությունները չի գործել հայ ժողովրդի համար եւ արցախցիների համար։ Մեկ դար առաջ երբ ցեղասպանվում էինք, գուցե չկային այդ մարդու իրավունքների կոնվենցիաները, հարյուրավոր կազմակերպությունները, որ պետք է մարդու իրավունքը պաշտպանեն, բայց 2 տարի առաջ ընդամենը արցախցիները անցան դժոխքի միջով, էթնիկ զտման ենթարկվեցին, նրանց ռազմաքաղաքական ղեկավարները կեղծ կլոունադայի մասնակից են դարձել Բաքվում, կեղծ վրեժխնդրության զոհեր են դարձել, ունեցեք քաջություն նայելու այդ կեղծ խաղաղության իրական զոհերի աչքերին։ Mr. Vice President, is this the democracy you expect from Armenia? We are even not able to pass the street and to speak up and to raise our voices for 100,000 Artsakhian people who were victims, who have faced ethnic cleansing. Once in a several century, prove that human rights exist not only for chosen ones, but for all human beings. We are here to raise our voices, have courage to listen to our voices and to protect, even once to protect the rights of Armenians. Freedom and justice for Armenians and Artsakh. Freedom! 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 Freedom!